Հարյերեգո սիրելի հերոստատիզորներ, ըստ երևույթին հարավային Կովկաս պլյուս Կենտրոնական Ասիա։ Եթե գիշեք մոտ 7 ամիս առաջ ծեր խոնարհձարան առաջին անձը եղավ կամ հրաբարակախոսը, որ բարձրացնեց, որ հավաքական արևմուտքը անպայման որ այսպես կոչված ռուսական դաշնությունը եւ նեո-օսմանյան գայսերապաշտական նկատումներ ցուցաբերող այսօրվա Թուրքիան պիտի ամեն քնով զսպե եւ լավ լուրը այն է որ իրերը հաջորդ դեպքերը եկան ամրակրելու եւ փաստելու որ ամեն այդ դեսությունները ճիշտ դուրս եկան եւ հին ռեժիմականները եւ քարեքինաբաշտերը եւ առաջին անգամ նախագահ Թրամփ սիլիբիլիական սիրապանական արտահայտություններ ունեցած էր Պուտինի հետ Պուտինի մասին մեր ներքին 5-րդ շարասյան այս արարածները ասենք հրավառություն սկսան անել եւ անշուշտ ծեր խոնարհձարան իրենց հիշեցուց եւ զսկուշացուց որ այդ հրավառությունները իզուր դեղեն եւ իրենց ախորժակին ինչպես որ գսեն կացախ հյուրասիրվեցավ եւ բանը կմնա այն գեդի վրա որ նախագահ Թրամփ կակատի ժողով summit ժողովի հրավիրած է Կենտրոնական Ասիո ղեկավարներուն եւ արդեն Կրեմլը սկսած է ավելի ներվայնանալ պետք է ասել որ այս բատմական խաչմերուգին ոչ միայն Հայաստանի ասենք հանրապետության քաղաքացիները այլ նաեւ ամբողջ արևելյան Եվրոպայի նոր ժողովրդավարական գարկերու միացած եւ ազատ աշխարհի միացած բեդություններու քաղաքացիները պետք է վճռական կերպով իրենց ուղևորությունը, pedagogan ուղևորությունը շարունակեն թեպի ինտեգրացում, թեպի ամբողջական միացում ազատ աշխարհի հետ եւ հատկապես Եվրոպական միության հետ։ Այլապես մենք պիտի ունենանք այնինչ որ ունեինք 1991-ին մինչև 1999 հոկտեմբեր 27-ը եւ անգեց յետքը պիտի ունենայինք մինչև 2020-44-ին եւ անոր հաջորդող թավաճանական կորձունեությունը հանցինս ռուսական դաշնության եւ ռուսական դաշնության ցերքին կորձիկ դարձած ներքին 5-րդ շարասյան։ Ուրեմն ներքին 5-րդ շարասյան երկու գլխավոր ուժերը հին ռեժիմականներն են, ասենք կողապետական նախագահներ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյան, իսկ մյուս թևը գբատկանի գերձ հոգեվորականներու, որոնք KGB-ի ագենտուրային կորձակալներ եղած են եւ անշուշտ շատերս գիտենք որ սովետական կարգերու ժամանակ ոչ մեկ բարձրաստիճան գղերական հայաստանյաց արաքերական եկեղեցիներ, նույնպես եւ վրացական եկեղեցիներ, Ուկրաինայի եկեղեցիներ, Մոլդավա եւ այլն ոչ մեկ եկեղեցական գառույցներ բարձրաստիճան եկեղեցական գարկ չեր ստանալ անցմը, բացի եթե Կրեմլի կորձակալլար եւ այս մասին պետք է հրապարակավ շնորհակալություն հայտնեմ հայր Խորեն Հովանեսյանին, որ ծառայած է որպես խավազանագիր եւ անձնական քարտուղար Քարեքին առաջին երջանկայաշտակ ամենան հայոց կաթողիկոս Սարգսյանին եւ նաեւ Քարեքին Բին Ներսեսյանին, որ այսօրվա մեր գլխավոր ճագերդյալ հերոսն է։ Ուրեմն հայր Խորեն քաչապար եւ հստակ կերպով գնահատակրե թե ինչպես 1970-ականներուն երբ երջանկայաշտակ Վասկեն առաջին ամենան հայոց հայրաբեդը հրավիրված էր Միացյալ Նահանգներ, Կրեմլը այն ժամանակ սովետական Կրեմլը պայման դրավ, որ իրենց կորձակալները մեկը, որ այն ժամանակ ԱՊՂ-էր Քարեքին Ներսեսյան անունով, որ հետագային դարձավ Արարատյան թեմի հայրապետական թեմի թեմակալ առաջնորդ եւ 1999 թվին այդ չարապաստիկ օրը հոկտեմբեր 27-ին արևանքեց ընտրությունները, խեղաթյուրեց ընտրագարկը
եւ բռնազավթեց ամենան հայոց կաթողիկոսության աթոռը։ Բայց այստեղ ամենագենսական փաստը այն է, որ հայր խորեն հստակ կերպով կներկայացնի, որ ամենան հայոց կաթողիկոս Վասկեն առաջին չեր գրնար Ամերիկայի Միացյալ Նահանգներ հովվապետական այցելություն դար, բացի եթե ընդուներ որպես իրեն անմիջական օգնական կամ խավազանագիր այն ժամանակվա ափեղա Քարեքին Ներսեսյանին, որ արդեն այն ժամանակվն է ըստ լավադեղյակ աղբյուրներու KGB կորձակալ եղած էր։ Իսկ ինչ կվերապերի նույն այդ KGB KGB-շնիկ Քարեքին բի եւ իր արյունագից եղբորը Եզրաս Ներսեսյանին, որ նաեւ անփաստանության դակ է Արժանտինային որբ երեխային մանկաբուծության զոհ դարձնելու համար, նույնպես եւ մյուս մեղսագից եւ նույն Քարեքին Եզրաս եւ Հովնան Դերդերյան մաֆիայի գլխավոր թերագադարը Արեմդյան Միացյալ Նահանգներու թեմակալ առաջնորդ Հովնան Դերդերյանը, ուրեմն եւ իրենց հետ շուրջ փոլորված, իրենց պես գոռումփացված եւ օրինախախտ ոչ միայն հայաստանյաց արաքելական եղեսու օրենսդրության դեսանգյունեն դիտված օրինախախտություններ գդարող անցիկ եղած են եւ են, այլ նաեւ հայկական pedagogian քաղաքացիներուն զոհ դարձուցած են իրենց օրինախախտումներով։ Եվ այստեղ պետք է նշել, որ իրենց նորակույն զոհերեն մեկը այն հրաշալի հոգևորականն է, որ իսկապես կոչումի դեր երդասարդ եւ քաչարի եւ պետք է ասել ավինով լեցուն գենսունակ դեր հայրը դեր Արամ Ասադրյանը, որ Հովանա վանքի հովիվն է եւ որովհետեւ ինքը բարձրացանած է իրավախախտումներու մասին, որպես վրեժ խնդություն Քարեքին բն եւ իր ոհմագը իր նման գոռումփացված եպիսկոպոսներու ոհմագը իրեն հրճակած են որպես փիլոնազուրկ եւ գարքազուրկ եւ մենք այս արդիվ ագանադես եղանք այն հրաշալի պատկերին անցյալ գիրագի հոկտեմբեր 26-ին, երբ Հայաստանի վարչապետը եւ pedagogan պաշտոնատարներու վերնախավը միացավ բազմահազար ժողովրդին, հավատացյալ ժողովրդին Հովանա վանքի մեջը եւ այնտեղ իրականացավ անգյունաթարսային ասենք եղելությունը, որոնց համար պետք է մենք միայն շնորհակալություն եւ ուրախություն հայտնենք։ Իսկ այդ օրվա դխուր հագապատկերը եկեղեցական մրցակից արարողություն կատարեց Քարեքին Բ Գդրիչ Ներսեսյանը նորընձաներուն ասենք ուխտի ընդունելու համար եւ հիմա էկրանի վրա գտեսնենք երկու բادرակներու արդիվ բազմության ասենք լուսանգարները, ինչպես որ գտեսնենք վերևի նկարը Հովանա վանքին կվերապերի, որտեղ գտեսնենք հազարավոր հավատացյալներ, իսկ ներքևի նկարի մեջը գտեսնենք Մայրաթուր Սուրբ Էջմիածինը, որ բոլորից ցավ կբաճարե, որ ասքայն թադարք եւ քիչ հավատացյալներ մասնագից եղած են այնտեղ գդարվող բادرակին, ուրեմն ըստ երևույթին ժողովուրդը հավատացյալ ժողովուրդը ճիշտ սևով կողմնորոշված է եւ մենք պիտի ագանադես լանք պատմական իրադարձություններուն։ Իսկ պատմական իրադարձությունները ինչ սևով պիտի մենք թիմավորենք կամ պիտի կորզաթրենք, այդալ մեզի կմնա սիրելի հավատացյալ ժողովուրդ, մեզ մեկ կախված է, յուրաքանչյուրես կախված է։ Հավատնից պետք է ավելի ուժեղացնենք եւ հետապնդենք մեր զնյալ իրավունքը ազատագրելու մայր աթոռը ռուսական բռնազավթում է բոլոժենիային եւ առաջ երթալու։ Նախքան իմ զրուցակից հայտնի հրապարակախոս բարոն Ոսկա Մխիթարյանին թիմելս միասին դիտենք այս դեսանյութը եւ ապա պիտի առաջարկեմ, որ բարոն Մխիթարյանը ներկայացնի իր դեսությունը։
Ինչու եք այստեղ, որտեղից եք եկել։ Ես եկել եմ Երևանից, լսել եմ, որ այստեղ պիտի հավաքվեն, սատարենք Արամին, վեր եմ կացել ու եկել եմ եւ նաեւ երբ այստեղ տեսա իմ վարչապետին, ես շատ հիացած եմ այս ժողովրդին, որ այսքան ժողովուրդ հավաքվել, իրենք 2 տարում գումարով, ծեծելով, ահաբեկելով այսքան մարդ չէին կարող հավաքեն 2 տարում, բայց տեսեք մի օրվա մեջ ինչքան մարդ է եկել, այսինքն սրանք հələ դեռ չեն հասկանում, որ իրանք մեռել են, իրանք չկան, արդեն հավասար են ողել։ Եվ մի բան եմ զարմանում, որ այս մեր ինտերվյու տվողները ասում են կաթողիկոսը, ես ուղղակի ապշում եմ, ոնց կարելի է սատանայի համեմատել կաթողիկոսի հետ ու ասել կաթողիկոսը չի կարելի, ես վատ եմ զգում, ցավ եմ ապրում այդ բառի համար։ Կաթողիկոսը պիտի լինի կաթողիկոս, ոչ թե սատանա, պիղծ, սրիկա։ Ես այնքան ուրախ եմ այս ժողովրդին, որ տեսել եմ, ահա որ ուրախ եմ, որ այսքան շատ են ու Ամեն դեպքում ոնց հասկացա սատարում եք այդ գործընթացին, որ Գարեգին Իհարկե, ես վաղուց, ես մինչև դա շատ ինտերվյուներ ունեմ, եթե չեք նայել Իսրայելյանի մոտ տվել եմ, ես հենց առաջի ասողներից մեկն եմ եղել, որ ինքը պիտի անմիջապես հեռանա, եթե չէ իր վզին խփելով պիտի հանեն շպրտեն դուրս։ Ինքը որ օրը ոտքը դրել է այդ սատանան այդ գահին, ես այդ օրվանից եկեղեցի չեմ մտել, սա իմ առաջի քայլն էր եկեղեցի։ Ես ուրեմն հոկտեմբերի 27-ից հետո ոչ մի եկեղեցի չեմ մտել Հայաստանում, ոչ մի տեղ, որովհետև երբ որ այդ ծառայողները ծառայում էին դրան, ես չէի կարող դրան։ Ճիշտ Աստված ասում է դու Աստծո խոսքը լսեք իրանց բերանից, կարևոր չի իրանք ով են, բայց ես չեմ կարող այդ պիղծ անասունների բերանից լսել այդ խոսքը։ Որ այսքան աղանդներ բերեցին, իրենք միտումնավոր սարեցին, աղանդներով լցրեցին ամբողջ երկիրը, տարբեր միլիոնավոր աղանդներ, որ ժողովուրդը բոլորը հետ դառնա Աստծո տուն, երկրպագի Աստծուն ճանաչի, որ այսքան կրակ ու պատիժ մեր գլխին չլցվի, այս ամենը նրանից է, որ այս ժողովուրդը Աստծուց հեռացել է։ Այստեղ գուզենք հայտարարել, որ Հովաննավանքի գիրագնորյա բադարակը նոր էջմը գփանա Հայաստանյաց առաքելական եկեղեցվո ձոցի մեջ, թեև նորությունը չէ, սիրելիներ, բոլոր անոնք, որոնք Կալիֆորնիա մեջ կփնագին, շատ լավ գիտեն, որ այստեղ կան նաև Գարեգին Կաթողիկոսի կողմէ գարկազուրկ հռչակված եկեղեցականներ, որոնք ամեն գիրագի բադարակ կմատուցանեն ըլլանիգա Սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ եւ կամ Սուրբ Խաչ եկեղեցվո մեջ ապլեն եւ հարյուրավոր աշխարհական անցինք այս բարակային հավատացյալներ ամեն գիրագի առանց խտրության գուքան հաղորդվելու եւ նույն ադենանշուշ կգադարվին այդտեղ խորհրդակատարություններ։ Բոլոր անոնք, որոնք կգարձեն, որ այս մեր հայտարարությունները իրական չեն, ես պիտի խնդրեմ, որ անպայման քան եւ մասնակցին այդ հոգեբարար արարողություններուն եւ ագանադես եւ ագանչալուր վգաները լան, որ ժողովուրդը արթնցած է։ Ասիկա անգամ եւս գնքվեցավ Հայաստանի մեջ Հովաննավանքի այս պատարակով եւ ես կգարձեմ, որ պիտի շարունակվի, որովհետեւ ժողովուրդը այսուհետեւ պիտի չհանդուրժե հոգեվոր վերնախավին փռնություններուն։ Անգասկաց, որ թեմական առաջնորդներ իրենց թիրքերը կչարաշահեն եւ այդ չարաշահումին պատճառն էր, որ դեր Արամ Ասադարյան փողոքի երբով ներկայացուց եւ չընդունեց իր թեմ գադարված աբորեն գարկազրկությունը եւ ուրախություն բոլորիս ժողովուրդը հավատարիմ կանգնեցավ իր հովիվի գողքին եւ դակավին պիտի շարունակե։ Այստեղ կարելի է նաեւ ավելցնել սիրելիներ, որ այս բայկարին շատեր պիտի կան միանան, մանավանդ բոլոր այդ համեստ քահանաները, որոնք քյուղերու մեջ կծառայեն, անոնք, որոնք զրկված են այդ փարեփեր եկամուտներեն, որ ունին առաջնորդները եւ իրենց հավատարիմ ստրուկ
քահանաները, որոնք քաղաքներու մեջ կծարայեն։ Շատ հստակ է։ Մեր թեմական առաջնորդները մանավանդ Հայաստանի, Ամերիկայի մեջ ալ նույնն է, գչարաշահեն իրենց թիրքերը։ Ժամանակը հասած է, որ ժողովուրդը այս բոլորին թեմ գանքուն ոտքի գնա, որբեսի եկեղեցվո կյանքերս փամ փոխվի։ Հայաստանյաց առաքելական եկեղեցվո իշխանությունը իրավունք չուներ հագաստելու ներկա իշխանության։ Նախորդ իշխանություններու օրով եկեղեցին, որ շատ բան կրնարսել, ոչինչ չսավ։ Բայց այսօր առաջին օրեն թեմ ելած է ներկա իշխանության, որ ընդրված է ժողովրդին թեմ։ Ամեն անգամ գսենք սիրելիներ, իշխանություններ գուքան գերտան անհատները չեն խնդրու արարգան։ Պետականաշինության մեր խաղապարը բիդի զարգացնենք մեզ մեր յուրաքանչյուրի մեջ։ Այս պետականաշինության խաղապարին դաբար զարգավ մեր եկեղեցվո հոգևոր փաստացիջան գարքը։ Գարելի չէ այսուհետև հանդուրժել այն ինչ որ ըրավ եկեղեցին, շատ եկեղեցվո հոգևորականությունը։ Անշուշտ երբեք չշփոթենք, հոգևորականությունը եկեղեցին, մեկը գառույցն է, որուն հավատարիմ ենք մենք բոլորս, մյուսները չարաշահող եկեղեցականներն են, որոնք գծածկվին վեղարի և սկեմի տակ, գարձելով որ կարտ բլանշ ունին, այդ ջերմակ թուղթ ունին, ամեն բան անելու, չարաշահելու։ Այսօր բոլոր դալ իրազեկ դարձակ, թե եկեղեցվո փաստացիջան հոգևորականներու կողմէ ինչեր կատարված են, ինչ օրինական խախտումներ կատարված են։ Ամենաբարձը Մկրտիչ եպիսկոպոսի հարցներ։ Մտանդուն եւ կդան այդտեղ հսկայական գումարներ։ Ասոնք սիրելիներ, աղքատության ուխտ գդարող եկեղեցականներն են։ Ինչպես կբադայի, որ անտին քյուղի մեջ խեղճ քահանամը հազիվ իր օրաբահիգը գշահի իր ընտանիքը բայելու, այստին հղպացած եկեղեցականներ պարստատիճան ծոպ կյանքով գաբրին և գլողան արատ դոլարներու մեջ։ Հետևաբար ժամանակը հասած է և այդ հրամայականին առջև կգանքնի հայ ժողովուրդը, որ եկեղեցին բարեգարկության, վերանորոգման անպայման պետք ունի։ Ինչպես պիտենենք ասիկա։ Շատ լավ գիտենք, որ եկեղեցականներ, լուրջ եկեղեցականներ կան, որոնք այսօր քաջությունը չունին հրաբարակ ելնելու։ Բայց եթե ներկա իշխանությունը ունի իր ցերքի մեջ եւ ես գահավադամ որ ունի, բոլոր այդ սահմանադրական օրինական խախտումները, որ գդարած են, գաթողգասեն սկսած իր բոլոր արփանյակները, բարդավոր է պետությունը զիրենք օրենքի առջև թադաբարդելու։ Պետք է կան և հաշիվդան թադարանեն ներս։ Չգա օրենքի վեր որևէ անց, ըլլա եկեղեցական կամ աշխարհական, և ժամանակը հասած է։ Այսօր պետությունը բարդի այս անհատները, որոնք գոհորդան իրենց դոլարներով և իրենց ծոպ կյանքով բարդավոր են կալ հաշիվ դալու բոլոր այդ օրինազանցումներու համար, որ գդարած են սահմանադրական օրենքներու սահմանեն ներս։ Նույնադեն մենք կխնդրենք ներկա իշխանությունեն, որ անպայման բացահայտեն սպանությունները Բոզաբալյան արքեպիսկոպոսին, Արսեն Բերբերյան արքեպիսկոպոսին, ինչ պատահեցավ Գրիգորիս արքեպիսկոպոսին, որ բանտոգի մեջ
գիսամերկ կդան, այս բոլորը ինչու պիտի չբացահայտվին։ Օրինական խախտումներ են ասում։ Մենք կպահանջենք, ժողովուրդը կպահանջի ներկա իշխանութենեն, որ այս բոլորը բացահայտվին, որպեսզի օրենքի քերակավությունը հավասարապես գործե բոլորին վրա, ըլլա հոգևորական եւ կամ աշխարհական։ Ժամանակը հասած է սիրելիներ, բարձրացնելու մեր եկեղեցին անտունտի մեջ է։ Այս չարաշահումները պետք է վերջանան։ Գտեսեք չէ, լուսարձակներու մեջ, մամուլի մեջ, ինչ հայտարարություններ գլան եւ ինչ ցայնակրություններ գծուցաթրվին։ Ցավալի է, բոլորիս համար ցավալի է այդ բոլորը։ Բայց ցեզի կվստահեցնեմ, որ նոր բացահայտումներ պիտի ելան, որովհետև ամբողջ համագարքը փլած է, նեխած է, եւ այդ բոլորը պետք է կան օրենքի առջև հաշիվդան։ Եվ մենք պիտի քաչալերենք, քնահատենք ներկա իշխանության քաչարի գեցվածքը, որովհետեւ այդ բոլորը արևի լույսին պես օրենքի առջև բերեն եւ դադարեն, եթե կան օրինական խախտումներ։ Եվ այս բոլորի լույսին տակ մեր ժողովուրդը բարդի զորավիկ կանգնելու բոլոր այդ ազնիվ հոգևորականներուն, որոնք այսօր գվախնան գլուխ բարձրացնելու եւ բարձրացնելու այդ կանոնական խախտումները, որ կկատարվին եկեղեցվող յանքերս, պիտի կան հրաբարակ եւ բահանջեն, որոնց շատ հավանաբար պիտի միանան գարկմը բարձրաստիճան հոգևորականներ եւ բահանջեն անպայման եպիսկոպոսական ժողով։ Այսօր մեծ կարևոր թեր պիտի ունենան նաեւ մեր նավիրավետական մյուս աթոռները, Գիլիգիոգաթողոսությունը, Երուսաղեմի բادرիարքությունը, Բոլսո բادرիարքությունը, եթե թուք միապան հայրեր երեք նվիրաբեդությանց, որ ագնարգեցի, եթե բծախնդրություն ունիք հայ եկեղեցվո վարքի նկատմամբ, դուք անպայման պետք է բարձրացնեք, որովհետեւ հայ եկեղեցին փլուզում է ազատի։ Այսօր անտունտի ոչ թե եզրին ենք, անտունտին խորն է հայ եկեղեցին։ Եթե իսկապես արժանապատվություն ունիք եւ ունիք բծախնդրություն փրկելու եկեղեցվո վարգը, ահավասիկ ժամը հասած է ոտքի կանգնելու եւ բահանջելու անմիջապես եպիսկոպոսական ժողով եւ այդ եպիսկոպոսական ժողովի ընդմեջ են օրինական կարգով բահանջվի Գաթողոսին հերացումը, որը պիտի լանշուշտ ասկային եկեղեցական ընդհանուր ժողովով եւ ոչ եպիսկոպոսական ժողովով, եպիսկոպոսական ժողովը պիտի այդ առաջարկը ներկայացնի եւ ամիսապես ասկային եկեղեցական ժողով ըլլա, որբեսի համագարքը այս հիվանդութենեն փուժվի, Քարեկին Գաթողոս հերացվի այդ աթորեն, քարժանավոր մեկը փրկելու համար մեր հոգևոր գառույցը, այդ գառույցը մեր ինքնության փարոսն է, սիրելիներ, չի կարելի ասել այսպես եկերը, այսպես կերտա, 21-րդ թարնենք, բոլորս համախմբված բարդավորություն ունենք, փարեական բարդավորություն ունենք, փրկելու մեր եկեղեցին այն հոգևորականները, որոնք գճարաշահեն եկեղեցին։ Չմոռնաք, եկեղեցին Աստուծո դունն է, մեր դունն է բոլորիս։ Եկեղեցին դաջար է եւ ոչ վաճառադուն։ Բոլոր անոնք, որոնք վաճառադան վերածած են եկեղեցին, պետք է հերացվին եւ անոր մեջ ես ու տուն գործ ունենք, սիրելիներ։ Չենք կրնար անդարբեր մնալ, ժամանակը հասած է։
Ինչպես սպիրկի մեջ քիչ առաջ ագնարգեցի անգախ եկեղեցիներ կան, նույնը բադայեցավ այսօր Հայաստանի մեջ եւ պիտի դարածվի այս հրթեհը։ Անդարի հրթեհի կնմանի։ Դեր արամին պիտի միանան ուրիշներ, պիտի քաչություն ըսկենուն հայտարարելու, որ մենք չենք ընդունիր այս հոգևորականության դիրագալությունը։ Ամեն անգամ կգրտեմ, եկեղեցվո վերին մարմինը դարձած է Ստալին, դժբախտաբար Քարեքին Կաթողիկոս, որ գսպասարգե օդարի երկիրներու ուժերուն, այսօր այդ Ստալինյան ոճը պիտի թատրեցնե եւ հասած է ժամանակը եւ մեզի պիտի նաեւ օգնե Հայաստանի իշխանությունը, որովհետեւ ժողովուրդը արտնանա եւ դեր գանտնի իր եկեղեցվո կորձակցությամբ եւ մասնակցությամբ բարգեշտ եկեղեցականներուն ըլլան անով փոքրավոր եւ գան Փարսաստիճան հոգևորականներ ժամանակը հասած է դիրոջ դունը վերա կրավելու եւ ծառայության թաշտ բերելու եկեղեցին։ Շնորհակալություն բարոն Մխիթարյան, սա արդեն պատմական առիթն է, որ Հովանավանքը, ինչպես որ մեր ժողովուրդը համախոհ է, նոր մեկնարկ է Հայաստանից Արաքելական եկեղեցու վերջնական եւ ամբողջական ազդակրման համար։ Վերջերս ռուսական դաշնյան ներկայացուցիչը սկսավ միջամուխ լալ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանից Արաքելական եկեղեցու ներքին կյանքեն ներս ավելորդ բագաս սպառնալիքներ ներկայացնելու, որ Հայաստանի պետությունը կամ ժողովուրդը իրավունք չունի դնորենելու իր ներքին կյանքը։ Սա աբսուրդ բան է, սիրելիներ, սա բացարձակապես ամբողջապես լիովին աբսուրդ բան է եւ թադաբարդելի միաժամանակ։ Եվ արդյոք, ինչպես որ քիչ առաջ առանցին զրույցի ժամանակ բարոն Մխիթարյանը ասավ, արդյոք եթե Քիրիլ Պատրիարքը ռուսական պետականության հանդեպ սխալ վարկակից ունենար, արդյոք իրեն պիտի ազատ թողեին, որ ազատ կորձե, ուրեմն ինչա պատահել։ Այս պարակային նույն իրավունքն է, պետականության իրավունքն է եւ չմոռնանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շատ լավ կերպով եւ թիբուկ կերպով, հստակ կերպով ասած է. «Դվեք Գեսարին այն ինչ որ Գեսարին կպատկանի եւ Աստծո այն ինչ որ մեր Տիրոջ կպատկանի»։ Ինչ կնշանակի սա։ Կնշանակի, որ Հիսուսը Աստված լալով ինքը գրնար շատ լավալ այնպես մնել, որ ուզածին պես ինքը իշխեր պետության վրա, Գեսարին վրա, բայց այդպես չրավ։ Համագարկ կա այս երկրակունթի վրա, եթե Արարիչը չեր ուզեր, որ պետություններ գոյություն ունենային, ուրեմն պետություններ չէին գոյություն ունենալ։ Ուրեմն իսկ ինչ կվերապերի առաջին քրիստոնյա պետություն Հայաստանին, Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է հայկական քրիստոնյա պետականության, որ դրտա թագավորի օրվն է սկսյալ, որպես պետության գրոնք ընդունած է քրիստոնեությունը եւ հետեւաբար իրավունք ունի իր քաղաքացիներուն, քրիստոնյա քաղաքացիներուն իրավունքները պաշտպանելու, ադալսեն, որ Հայաստանի մեջ անշուշտ այլ գրոնքներու հետևորդներ կան, ասենք հրեությունը, իսլամությունը, եզիդի գրոնքը եւ ուրիշ ասենք գրոնքներ, բոլորին հանդեպ նույն բարդավորություն ունի Հայաստանի Հանրապետության պետական համագարքը, որ քաղաքացիներուն իրավունքը պաշտպանե, քաղաքացիներուն պաշտպանե ընդեմ իրենց պատկանած գրոնական հաստատության գլուխը անցած մաֆիոզի տիպերը, ինչպես որ հայր Խորեն Հովանեսյան շատ լավ գնահատագրե այդ սովետա օլիգարխական եւ քրեակորձ մշակույթի ներկայացուցիչ Քարիքին B գդրիչ Ներսեսյանները եւ եզրածները եւ այլոց մե։ Ուրեմն պետությունը հստակ բարդականություն ունի։ Ես պիտի չսեմ, որ
քաղաքական գամք պետք է, ոչ քաղաքական գամքի գարիքը չի գա։ Բարձավես պետությունը իր բարդավորությունը պետք է արդարացնե, ժողովրդին ակնկալիքն է, որ հասարակության վնաս բերող որևէ անհատ, որևէ խմբավորում պատասխանատվության ենթարկվի։ Եվ գողջունեմ Գիրագի 26 հոկտեմբերի Հովանավանքի բազմազար ժողովրդի այդ ելույթը, հավատքի այդ ուժեղ արտահայտությունը եւ նաեւ պիտի առաջարկեի, որ Հովանավանքը ըլլար առաջին հիմնակարը, որ ըստ Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցու օրենսդրության վերածվի, ինչպես որ ազատ աշխարհի մեջ եկեղեցական զուխերը գունենան ծխական անդամներ եւ ծխական անդամները գնդրեն, ասենք ընդհանուր ծխական ժողովի ընթացքին գնդրեն ծխական խորհուրդ եւ նաեւ իրավունք կունենան ընտրելու իրենց հովիվը, ուրեմն մեր առաջադրանքն է, իմ նմաններուն առաջադրանքն է, որ Հովանավանքը դառնա առաջին, ասենք Հայաստանյաց Արաքելական եկեղեցու օրենսդրության ժողովրդավարական դրամատուրգիաներն ելնելով գազմագերված եկեղեցական ծուխը եւ սա արդեն կարևոր ապտակ մը գլա, պատասխան մը գլա վերջերս ժողովրդավարության հասցեին անբադվափեր ելույթ ունեցող քարեքինաբաշտերու այդ երևույթին արդիվ։ Հետևաբար պետք է Հովանավանքը ազդակրվի եւ Հայաստանի դարածքի ներս բոլոր թեմերը պետք է ազատագրվին եւ այս ծևով քարեքին բին ցերքեն շատ զորավոր զենքը գխլվի, որովհետեւ ինքը այդ զենքը գճարաշահի արդեն 26 տարի է, անձնապես նշանակելով թեմագալ առաջնորդներուն, անձնապես նշանակելով այնպիսի քրեա օլիգարխիկ անձնավորություններու, որպես պատգամավորներ կարելի է պատկերացնել, գրնակ պատկերացնել սիրեներ, սա ոչ միայն ձիզաղաշարժ է, այլ դրամա կոմեդիա է։ Ուրեմն հիմա ժամանակ է եկած է, որ ժողովուրդը ինքը ընտրե իր պատգամավորներուն, ժողովուրդը հավատացյալը ինքը ընտրե իր ծխական հովիվին, ժողովուրդը ինքը ընտրե թեմագալ առաջնորդին եւ այդ գառույցները, ասենք ժողովրդավարական գառույցը վերաշխուժացնելով Հայաստանի դարածքներս, դա արդեն ամենակարևոր աստակը գլա, որ աբակային Հայաստանի հավատացյալ ժողովուրդը մասնագից կդառնա ճիշտ ծևով առաջնորդելու Հայաստանյաց Արաքելական եկեղեցու սուրբ նավը թեպի անվտանգ հորիզոններ։